Բաքվի թուրք եղբայրները գոհ են խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունից։ Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունից Օմեր Չելիկ անունով միջինովնիկ փափուկ դիվանագիտական խաղ է անում շոյում կողմերին, թե լավ գործընթաց են սկսել, միևնույն ժամանակ ընդգծելով Երևանի կողմից Բաքվի պահանջների կատարման կարևորությունը, ձևակերպելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նոր թափ հաղորդելու համար։ Մի կողմից շանտաժ է անում, մյուս կողմից լեգիտիմացնում ադրբեջանական անհիմն պահանջները։ Հայաստանի համար կարևոր կլինի փոխել որոշ օրենքներ կամ սահմանադրական հոդվածներ, որոնք ուղղված են Ադրբեջանի դեմ։ Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրանք այլևս անելիք չունեն, նրանք չեն նպաստել խնդրի լուծմանը։ Երբ սրանք տեղի ունենան, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ կստանա։ Ուղիղ են ասում, բավարարեցիք մեր ադրբեջանցի եղբայրների ախորժակը, մենք էլ մեր հերթին կսկսենք երկխոսել։ Աշխարհի շատ երկրներ արձագանքեցին Երևան-Բաքու խաղաղության գործընթացին, բայց միայն Թուրքիան ասաց, թե պիտի նախապայմաններն էլ Հայաստանը կատարի ու այդպիսով կողմերը հասնեն պայմանագրի ստորագրմանը։ Թուրքագետն ասում է, այս իմաստով նոր բան չկա, Թուրքիան իր եղբայրական պարտքն է կատարում Ադրբեջանի նկատմամբ։ Նույնն են նրանց տարածաշրջանային ձգտումները, հատկապես Միջանցք կոչվածի հարցում։ Թեև Անկարան կրակի վրա յուղ է լցնում, բայց կուլիսներից խաղում։ Իրանց տեսակետները ամբողջությամբ համընկնում են, բայց այնուամենայնիվ նրանք չեն կարող գնալ միջազգային հարաբերությունների, ասենք, այդ ամբողջ բարդ համակարգում անդադ ներկայացնել, որ մենք միասին ենք։ Թուրքիայի դիրքորոշումն այսպիսին է, որ դուք համաձայնեցրեք Հայաստան եւ Ադրբեջան։ Ինչին համաձայնեցրեք, ես համաձայն եմ։ Այսա շատ դիվանագիտական, այսպես քայլ է, դիվանագիտական մոտեցում է։ Ադրբեջանն էլ իր ունեցած լծակներով փորձում է հասնել որոշակի ազդեցության։ Դեռ վաղուց է Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորել ադրբեջանական գործոնով ու սրանք իրարից անջատել, առանձնացնել հայկական դիվանագիտությունը փաստորեն անզոր է այնքան ժամանակ, քանի դեռ չի հաջողել պարզել հարաբերությունները ադրբեջանական կողմի հետ։ Իրականում իհարկե նորմալ չի, ընդհանրապես, որ մի կողմը մի երրորդ երկրի հետ հարաբերությունները պայմանավորում է մեկ այլ երկրի հետ հարաբերություններով ու փակում է սահմանը 30 տարուց ավել։ Բայց քանի որ մենք այստեղ գործ ունենք իրենց խոսույթի հետ, այդ մեկ ազգ երկու պետություն, ստացվել է փաստացեն պատկերը ինչ որ կա։ Մինչև մենք մարգարայի կամուրջը վերանորոգել ու սպասում ենք թուրքական քաղաքական բարեհաճության այն գործարկելու, թուրք լրագրողները խմբով գալիս են Երևան, վերադառնում ու Անկարայում Երևանը Էրիվան դարձնում։ Տիրանուհի Կուրղինյան, ժամը լրատվական։